կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ Հովհաննես Իշխանյանն հետ, շնորհակալ եմ Հովհաննես մեր հավերն ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը անդադ պատերազմի վտանգը տակ են պահում, մյուս կողմից Ադրբեջանն էլ անդադ իր հայտարարություններով նպաստում է այդ մթնոլորտի պահպանմանը, եւ ես նկատում եմ, որ սրա մասին էլի խոսել ենք մեր եթերում, բայց հիմա էլ առիթը կարծում կա խոսելու, որ անընդհատ պատերազմի վախը պահելով ժողովրդին պահում են մի հատ մթնոլորտում, որտեղ մարդիկ եթե շատ ավելի բան գեղ ասենք, դադարում են երազել, որտեղ միտեղ որտեղ կա մահվան վտանգ, մարդը չի երազում վաղվա ապագայի մասին, ուղղակի մտածում ապրել, լավագույն դեպքում հեռանալ, հա, երկրից։ Հիմա ասում են խաղաղության բան են բերելու, դարաշրջան են բերելու, Ալիևը դիմադրում է այդ ոնց որ դարաշրջան ասվածին, չնայած համաձայնեցին բոլոր պահանջներին ադրբեջանական, բայց Ադրբեջանը չի ստորագրում այդ փաստաթուղթը։ Հիմա արդյոք սա պիտի ուղերձ չլներ Նիկոլ Փաշինյանի իր թիմի համար, որ Ալիևի նպատակը խաղաղությունը չէ, Ալիևի նպատակը այն չէր, որ Հայաստանը Արցախը ճանաչեր Ադրբեջանի մաս, որտեղ եթե դա լիներ, դրանք լինեին նպատակները, ապա այդ նպատակներին վաղուց հասել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Թե իրենք էլ են, մենք պետք է համոզված լինենք, որ իրենք էլ են այդ ծրագրի մաս։ Հայ ժողովրդին, հայաստանցիներին տանել տոտալ պարտության կամ կործանման։ Մինչև Հայաստանի Հանրապետության գերագույն Նիկոլ Փաշինյանի հիմարություններին անդրադառնալը, նախ քանի որ Գյումրու ընտրություններից հետո առաջին անգամ ենք հանդիպում, նախ ուզում եմ շնորհավորել Մայր Հայաստանին ու նաև շնորհակալություն հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նոր թարմ տեսակ մտավ քաղաքական ասպարեզ Գյումրիում ու նաև հաջողություն գրանցեց ու մեր նպատակներին նպաստեց, ընդ որում նոր տեսակի միտք բերելով, հա, նկատի ունեմ Գյումրու այդ բանը ազատ տնտեսական գոտի սարքելը եւ այլն եւ այլն։ Հիմա անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ցեղասպանության պայմանագրին, հա։ Հիշենք բանի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը մինչ Նիկոլ Փաշինյանական դարաշրջանում ինչպես էր կապվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Երբ որ Սերժ Սարգսյանը սկսվեց իր այդ բանը, հա, ֆուտբոլային դիվանագիտությունը, հանկարծ հայտնվեց պարոն Էրդողանը, որը վարչապետ էր այն ժամանակ ու ասաց, որ մինչև Արցախի հարցը չլուծվի, մենք սահմանը չենք բացելու, հարաբերությունները չենք կարգավորելու։ Դրան նպաստեց նաև Ադրբեջանը, այնտեղ Թուրքիայի դրոշները իջացրին եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ է ասում Թուրքիան։ Հիմա Թուրքիան ասում է, մինչև Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը չստորագրի, մենք չենք բացելու սահմանը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք ունենք Թուրքիան, որը սահմանը փակել է Ադրբեջանի համար, չէ, 92 թվականին, երբ որ մենք ազատագրեցինք Քարվաճառը, այդ ժամանակ փակեցին։ Եվ բանը ու ինքը իր հարաբերությունները Հայաստանի հետ դիրքավորում է ադրբեջանական տեսակետի հետ։ Նրանք երկուսով սինխրոն խաղում են։ Ադրբեջանը ասում է Թուրքիա ջան, դու քո սահմանը չբացես, մինչև Հայաստանը այս պահանջը չկատարի։ Թուրքիան ասում է, հա, հարց չկա, Թուրքիան ինչ պետք է Ադրբեջանի շահը զիջի Հայաստանի համար, չէ։ Սա մի կողմը բանի այդ հայ խաղաղության պայմանագիրը, որ սրանք չեն կարող ստորագրեն կամ կարող է կանադառնանք, հա, երբ է հնարավոր, որ ինչ որ բան կստորագրեն։ Մյուս կողմից փաստաթղթերը ստորագրելու հետ կապված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել էին, չէ, զորքերը կանգնում են նույն տեղում։ Հայաստանը կապում է Արցախի հետ նոր ճանապարհով, գերիները վերադարձնում են։ Ադրբեջանը ոչ մեկ չի կատարել, տակը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը չի այդ փաստաթղթի կատարվել է, իհարկե չի կատարվել։ Սա մյուս բանը, պատճառը, որ սրանք իզորու չեն փաստաթուղթ, որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Մյուսը, երբ որ Ադրբեջանը քեզ պարտադրում է իրականում չի պարտադրում, սրանք սինխրոն գործում են Ադրբեջանի հետ, բայց ենթադրենք պարտադրում է հանել միջազգային դատարաններից քո վճիռները, հա, վճիռները խուսին հայցերը, ապացուցելի հայցերը, որոնք պետք է ցույց տան, որ Ադրբեջանը ռասիստական պետություն է։ Այսինքն դու ունես ապացուցողական հիմք, որ սա ռասիստական պետություն է, բայց դու մուրում ես այդ ռասիստական պետությունից խաղաղություն, սա նոնսենս է, սա մարդկային, կենսաբանական նոնսենս է, որը տեղի է ունենում հիմա մեր տարածաշրջանում։ Բայց եկեք խոստովանենք, հա, Նիկոլ Փաշինյանին եկան
Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսով Արցախը հանձնեցին, այսինքն չկարողացան իրենց ասացին տեր կանգնեն, ճիշտ է։ Այն օրը անգամ այդ դրվագը Ալիևն էր երեսով տալիս, ասում էր Նիկոլ Փաշինյանի մասին խոսելով, ասում էր տեսակ մեր նպատակներին ոնց ասենք մարդը, որը ասում էր Արցախը Հայաստանը է վերջ, հիմա ասում է Արցախը Ադրբեջան է։ Հա, դենց հասան, որովհետև այդ իրենց դրածոն այստեղ այդպես արտահայտություններ էր անում, որ աշխարհին ցույց տա, որ Ադրբեջանը հիմք ունի ագրեսիա իրականացնելու։ Հետո նրանք եկան հասավ այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ոչ մի բան չկարողացան ապահովել։ Հետո եկավ ասենք բանը, այդ նոր ընտրությունները, էլի ինչ որ խոստումներ, Արցախի ինքնորոշում եւ այլն, էլի չկարողացան։ Եվ նույնն է այս խաղաղությունը, ու էլի չեն կարողանալու։ Ոչ միայն չեն ուզում դրա համար չեն կարողանալու, այլ նաեւ ապիկար են։ Ու սա պետք է լիներ օրինակ ընդդիմության խաղաղաթուղթը չէ, բանը հաղթաթուղթը, կարգախոսը, որ չէ, սրանք ունակ չեն հայ ժողովրդին խաղաղություն բերելու։ Ոնց կարան 150,000 մարդու քաղաքացիությունից զրկած, տուն տեղից զրկած, Գորիս Կապան ճանապարհ տված, Տավուշի բարձունքները տվածը, ու հիմա էլ բանը միակողմանի մուրումա խաղաղություն եւ հայերի նկատմամբ ատելություն են գնել։ Ինքը ասաց, չէ, ասաց ոչ թե պատերազմն է իմ ժամանակ եղել, այլ ես եմ պատերազմի ժամանակ եղել։ Դրա համար հիմա օրինակ կարող է ինչ որ մեկը ինչ վեր կենա, մեղավոր է։ վրի ժառուներից ինչ որ մեկը վեր կենա, որոշի վերացնել Նիկոլ Փաշինյանին, նկատի ունեմ սպանել, սպանի եւ ասի ոչ թե իմ ժամանակ է Նիկոլ Փաշինյանը սպանվել, այլ Չէ, ոչ թե գնդակն է Նիկոլ Փաշինյանին կպել, այլ Փաշինյանը անցնում էր այդտեղով, այդտեղով բան գնդակի հետ գլխով խփեց Այսինքն գնդակին։ հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանը վրի ժառության հիմնավորում է տվել վրի ժառուների։ Բայց լավ բան չեն անելու։ Ես այդ վրի ժառուները առաջարկում չանեն։ Դե իրենց գործն է, հիմա վրի ժառու է, ես չեմ կարող մտնել իրենց ուղեղի մեջ Չէ, ուզում ասեմ Նիկոլ Փաշինյանը լավ կլինի դատարանի առաջ կանգնի։ Միանշան Ես կոչ եմ անում անվնաս թողել այդ մարդը։ Հա չէ, ինքը պետքա դատարանի առաջ կանգնի, որովհետև դատարանի առաջ կանգնելով է լինելու այս բոլոր մեղքերի բաժինները, սենց հանել ջրիերես, հասկանում եք։ Ինչ եմ սա ասում ներողություն, ովանաս, որովհետև եթե հիշում եք Արգենտինայից այդ հայտնի նացիստին, որ իսրայելական պետությունը Էյքմանին, այո, առևանգեց բերեց Իսրայել, իրենք կարող են Արգենտինայում հանգիստ սպանեին այդ մարդուն եւ հայտարարել, որ վրեժ են, բայց ինք իրենց համար գաղափարական էր, փիլիսոփական էր, որ ինքը պետք է իսրայելական դատարանի առաջ կանգնի, դատվի, վերջում դատարանը ինչ կորոշի էլ կարվի։ Այդ առումով շատ կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի հայկական դատարանը։ Եվ Էյքմանին բերելը 85 կարծեմ արդեն 80-նանց ծերուկ էր։ Էյքմանին բերելը ինքը աշխարհի համար Էյքմանին դատելը աշխարհի համար ստեղծում էր հրյա ազգի պաշտպանություն, որովհետև ցեղասպանության հիմքով մարդու հանցագործությունը դատելը դու մի հատ մեծ մթնոլորտ ես ստեղծում, որտեղ դու ինքդ քեզ պաշտպանում ես։ Ու սա էր Էյքմանի այդ ռոպագանդան, հա, այդ դատավարության։ Հիմա Ադրբեջանը փորձում է էյքմանականություն անի մեր բաների հետ, մեր ժողովրդավարության եւ մարդասիրության ասպետների հետ, բայց ստանում է հակառակ պատասխանը, որովհետև աշխարհը տեսնող է, սա էյքմանական դատ չի, որ սա հենց հակառակը բռնատիրության դատն է։ Բայց նաև քանի որ Էյքմանից խոսեցինք ու վերջի շրջանում համակարգված ատելություն են տարածում սրանք հայերի նկատմամբ, հայերի մի մասի, հա, որոնք Արցախում էին բնակվում ու որոնց տները խլել են, պետք է նաև ճշմարտությունը ասենք այս բանը, որ այս իշխանությունները իրանք Հիտլերի, Թալյաթի ու Ստալինի օրգիայի ծնունդներ են, հա, այսինքն այդ ցեղասպանների այդ բոլոր տեսակի ոչրագործների ձուլումն են, հա, սերմնահեղուկն են, էմբրիոնները։ Ու դրա համար, քանի որ մարդը պետք է դիրքորոշում հայտնի ցեղասպանների նկատմամբ, որտեվ եթե հիմա հենց հիմա Պաստորն իրենք պիտի ձեր պաշտպանության կարիք ունենան։ Ինչու՞։ Որտեվ պաստոր միասեռ սիրո ծնունդ են։ Նույնաս ցեղասպանը չի ճանաչում սեռական կողմնորոշում, բայց բնականաբար եթե նրանք չլինեին դավաճան, պարզապես սեռական կողմնորոշման հիմքով ապրեն եւ նրանց իրավունքները խախտվեին, բնականաբար իմ պաշտպանությունը անպայման կողվեր նրանց կողմ, բայց նրանք հասկանում եք կապ չունի ստեղ արդեն հետերոսեքսուալ են թե նույնասեռական, նրանք դավաճանել են ինձ եւ դա է նրանց մեղքի բաժինը եւ ձեզ եւ մնացած բոլորին։ Ես կարծում եմ, նույնասեռականների համայնքը բան են անում, հեղինակազրկում են։
Իհարկե, նույնասեռականները, ասեմ ձեզ, ես շփման մեջ եմ շատ արցախցի ունեցի նույնասեռականների հետ, որոնք շատ մի ասեք, էլ ասեք քիչ են։ Ինչ։ Ասեք շատ չեն երևի թե։ Դուք հիմա քանակը կապ Քիչ երևի քիչ։ Հիմա էական չի թե քանի հոգի են, կան մարդիկ, որոնց սիրտը շատ ցավում է, պայթում է այս բանի 2020 թվականից հետո։ Նրանք նաև իրենց դիրքորոշումն են արտահայտել, հա, որ իրենք լինելով ծնունդ հայ ավանդական ընտանիքից չեն կարող դեմ լինել հայ ավանդական ընտանիքին եւ դրանից ելնելով չեն կարող անհաղորդ լինել նրա հետ թե ինչ է կատարվում իրենց հայրենիքի հանդեպ, բայց վերադառնալով ցեղասպանության թեմային, ԿՊ-ին, իրենք հիմա տեսեք, այս դատարաններից հայցեր հանելու հաղորդումը արդեն ինքը իրանով ցեղասպանություն է, ցեղասպանության ակտ է, որովհետև եթե դու ունես փաստաթուղթ ապացույցներ, որ մարդկության դեմ հանցագործություն է իրականացնել ռասիստական պետություն է, ու դու գնում ես դատարան այդ ապացույցներով, ու հետո հետ ես կանչում այդ ապացույցները, դու նպաստում ես, որպեսզի ցեղասպանությունը իրականանա։ Մյուս կողմից բանի դեպքը, հա, այն տերորիստը, որ կտրել էր տարեց հայի գլուխը, միջազգային հետախուզում էր հայտարարված, Ռուսաստան բռնեցին, տվեցին Ադրբեջանին, հիմա ասում են վիդեոյ արել, ասել է հետախուզումս հանել են։ Ես չգիտեմ, լրագրողները հարցում ուղարկել են Ինտերպոլ թե չէ, բայց ամեն դեպքում, եթե հանել են ու կասկածելու առիթ չկա, որ պիտի հանած լինեն, սա եւս ցեղասպանության ակտ է։ Այսինքն դու ինչ է ցեղասպանություն, հա, Լեմկինի սահմանմամբ, եթե դու մարդուն վերացնում ես, սպանում ես նրա ազգային պատկանելիության, էթնիկ պատկանելիության պատճառով թեկուզ մի հոգու, քանակը կապ չունի, քանակը կապ չունի, թեկուզ մի հոգու, դա ցեղասպանական ակտ է, եւ այս տերորիստի արածը, քանի որ ադրբեջանական զինվոր է նաեւ, պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա, ցեղասպանական ակտ է։ Եվ դու եթե դու դա վերցնում ես, հետ ես կանչում, ուրեմն դու նպաստում ես ցեղասպանությանը։ Այսպիսով կարելի է ասել, որ ԿՊ-ն smart ցեղասպաններ են։ Smart նշանակում է խելացի, հա, նոր, նեո ցեղասպաններ կամ այսինքն իրանք ուղիղ չեն սպանում, բայց իրանք այդ հայցերը վերցնելով նպաստում են դրան։ Փաստաբաններ են ցեղասպանության։ Նաև փաստաբան են, բայց նաև կատարող են։ Իրանք ուղիղ չեն կատարում, բայց իրանք նպաստում են, իրանք օգնում են, որպեսզի այն զինվորը այդ կատարի։ Ու դրանից ելնելով, քանի որ աշխարհում ընդունված է դիրքորոշում արտահայտել ցեղասպանների նկատմամբ, ինչպես օրինակ ֆաշիստական Գերմանիայի սվաստիկան են, չէ, արդարացիորեն վառում, կամ հայերը Թուրքիայի դրոշը որպես բան 1915-ի ցեղասպանության այդ իր վերաբերմունք եւ ընդհանրապես այո պետքա ցեղասպանների խորհրդանիշները վերացվի, որտեվ դա եւս կանխարգելիչ միջոց է։ Ու ես դրա համար առաջարկում եմ, որպեսզի մենք արդեն սկսենք, հա, նաեւ ապրիլ ամիսն է եւ սա հիշատակների ամիս է։ Վառելով գնանք։ Հա, սկսենք վառել։ Ճիշտն ասած, հա, դա հեսա դասենք։ Սա ճիշտն ասած ես կասեի, որ սա է քաղաքացիական պայմանագրի դրոշը, որպես հանձնմաքուր Չէ, սպիտակ հանձնված են։ Իրանք հանձնված են եւ իրանք դատարկ են նաեւ։ Դրա համար հետ դժվար չի, հա, իրանք բանը նկարելը, կարելի ասես նկարել իրանք լոգոն, ասես մատիկները, հա, այսպես։ Իդեպս ԿՊ-ի լոգոյի լավ տարբերակ է, այդ մատիկների մեջ ինչ որ ուրիշ բան եմ։ Ձեռնաշարժության բանն է, սիմվոլն է։ Ձեռնաշարժության չէ, կարծեմ ուրիշի հետ նման բանը։ Կարելի է այդպես նկարել, այսպես վերցնել, երևում է, հա։ Ասում մեզ չհրդեհեք, էլի զգուշ կլինեք։ Ուսով եմ մեզ ջուրավար նյութեր են այս ստուդիայում։ Բայց հա, այսինքն սա վերաբերմունքը, մարդիկ կարծում են սա թուլության նշան է, ոչ, սա ուժի եւ թույլի մերժման, սա մերժման, սա դիրքորոշում արտահայտելու, սա ամեն ինչ ունի իր տարբերանշանը, խորհրդանիշը, հա, եւ եթե կա ցեղասպանության խորհրդանիշ, դա պետք է վերացվի։ Այն համակարգված ատելությունը, որ իրանք տարածում են հիմա հայերի նկատմամբ, Արցախում բնակվող հայերի, դա արել է օրինակ Հիտլերը հрьяաների նկատմամբ, կամ Ռուանդայում այդ ռադիո Ռուանդան հութուները անում էին թուցիների նկատմամբ, կամ օրինակ ISIS-ը, այդ Դաեշը անում էր եզդիների նկատմամբ։ Կամ Իսրայելը Պաղեստինի, այո, եւ դրա համար մենք որպես հայեր եւ նաեւ քանի որ հրաշալի է որ դուք էլ որպես եզդի համայնքի ներկայացուցիչ իրար հետ ենք, մենք մեր դիրքորոշում ենք աշխարհին մենք ցեղասպանության կանխարգելման տարեր ենք եւ դրա համար մենք հիմա որպես ցեղասպանության կանխարգելման մնում մենք չհրդեհենք այստեղ
Դուք ամեն դեպքում դեռ ջուր պայեք։ Լավ է, վառվում։ Այ, հողը վրան թեթևն է, ինչ ասեմ։ Ահա։ Էս բանն է, փոշինն է, մոխինն է, ցեղած բանը, ցենց գնաց։ Ու ես աշխարհին մաղթում եմ ցեղասպանության կանխարգելում, եղեռնաֆիլներից ձերբազատում, հայերին, այն հայերին, որոնք Արցախում էին բնակվում եւ այս շրջանում մինչև ընտրություններ նրանք են լինելու թիրախահատելության, որովհետեւ նախկինների թեման սպառվել է, Ռուսաստանի ատելության թեման սպառվել է եւ հիմա ավել է Նիկոլ Փաշինյանը վազելով մայիսին գնալու է Ռուսաստան։ Կարող է, հա, արդեն հայտարարվել է, հա, որովհետեւ Ամերիկայի ու Ռուսաստանի այս մերձեցումը արդեն Նիկոլ Փաշինյանին, Դավաճան Նիկոլ Փաշինյանին նոր բան է ստեղծում, նոր պարտադրանքներ, ինքը բնականաբար չի ուզում դա անի, բայց իր իշխանությունը պահելու Հովանես նայ, ասպես Դավաճան Նիկոլ Փաշինյան, բնական է Նիկոլ Փաշինյանի արվածը պրոյեկցիա նաև ԿՊ-ի վրա, հա, մարդիկ ովքեր աջակցում են այդ քաղաքականությանը։ Այո, դա Պատգամավորներ, նախարարներ, հա։ Հիմա Գյումրու ընտրություններից հետո ընդդիմադիր հանդես եկող Մարտուն Գրիգորյանին 5 օր պետք եղավ, որ հասկանա քվեարկում է ընդդիմության օգտին, թե չի քվեարկում, թե չքվեարկելով աջակցում է Դավաճան ասված իշխանության, հա։ Իհարկե, մյուս կողմում այնպես չէր, որ Աստծո հրեշտակներ, չգիտեմ, Վարդան Ղուկասյանի մասին, հա։ Այնպես չի, որ որպես ես մարդկանց գիտեմ, որ վատ հիշողություններ ունեն։ Հա, ուզում եմ ասեմ, այնպես չի, որ այն ինչ որ հիմա մենք խոսում ենք, դա մաքրագործում է Վարդան Ղուկասյանը, նրա մասին չի խոսքը, բայց նաև կա այս մոտեցումը, հա, որ Վարդան Ղուկասյանը իր խնդիրներով հանդերձ հայ է, հայաստանցի է, այսինքն մեզնից մեկն է։ Հա։ Թուրք չի, էս է հարցը։ Եվ իսկ հաջորդ կողմը ինչի պիտի ընդդիմության շարքերում հանդես եկող մարդը այսքան դժվարությամբ այդ որոշումը կայացնել։ Սա մեկ եւ երկրորդը ինչու պետք է, չնայած հետո արդարության համար ասում եմ, որ եւ Մարտուն Գրիգորյան եւ Վանեցյանի կուսակցությունը ասացին, որ կապ չունեն այդ տեսակետի հետ, բայց այդ դաշինքի մաս էր կազմում Երվան Թալվերդյանը, որը ավելին առաջարկում էր ԿՊ-ին գալ ու Մարտուն Գրիգորյանին ընտրել քաղաքապետ։ Այսինքն հա, այդ չեմ իմացել։ Հա, հանրայինի եթերում այդ առաջարկ արեց, իհարկե հետո եւ Հայրենիք կուսակցությունը, որ այդ դաշինքի մաս է եւ Մարտուն Գրիգորյանը ուղղակի հերքեցին, ասին դա մեր տեսակետը չի, բայց այնուամենայնիվ փաստորեն ընդդիմադիր շարքերում հանդես եկող մարդիկ նման տեսակետեր կարող են ունենալ։ Այսինքն այդ մերժումը թույլացել է ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի, թե ուրիշ բան եմ ասում։ Մերժումը չի թույլացել եւ Գյումրին ցույց տվեց, որ մերժումը չի թույլացել, նաեւ Մարտուն Գրիգորյանի որոշումը ցույց տվեց, որ չի թույլացել, բայց երբ որ այսպիսի իրավիճակ է լինում, ես մի հատ իմ մեջով եմ հասկացնում, որովհետեւ 2020 թվականից հետո կարծես թե ամեն ինչ զրոյացվեց, հարաբերությունները մարդկային Հայաստանում զրոյացվեց եւ մենք սկսում ենք նորից։ Եվ այդ ժամանակ մարդիկ կային, որ ԿՊ-ի մեջ էին եղել այդ տարիների ընթացքում, ճիշտ է։ Մարդիկ կային, որոնց հետ հարաբերություն էր ունեցել, բայց բան էր արել, խզել էր այդ հարաբերությունները, որովհետև սահմանադրական դատարանը զավթելուն եւ դատարանը զավթելուն նրանք ինչ-որ ձև աջակցում են։ Օրինակ քաղաքացու որոշում կուսակցությունը, հա, կամ ասենք Լուսավոր Հայաստան կուսակցությունից, օրինակ Մանեթ Հանդիլյանը եւ այլք, հա, բայց գալիս էր անընդհատ ինչ-որ պահ, որ այդ հիշողությունները դու պետքա բան անեիր, հրաժեշտ տայր այդ հիշողություններին նոր համագործակցություններ ստեղծելու համար։ Նույն բանը Սոֆյան Հովսեփյանը հիշում եք քաղաքացիական պայմանագրից էր եւ ինչ դժվարությամբ սկսեց ընդունվել ինքը։ Իհարկե ինքը չէր կարող մնալ, որովհետեւ այնտեղ Արցախի հարցեր եւ այլն, բայց ամեն դեպքում հարվածներով ընդունեցին Սոֆյա Հովսեփյանին։ Եվ այս դեպքում երբ որ ես ին վրա եմ անցկացնում այդ դժվարությունները, երբ որ ես հիշում եմ, որ հաղթահարում էինք, թե անձնական էլ կար, հա, մինչև հիմա կա այդ բանը։ Այդ ժամանակ արդեն ես կարողանում եմ ընկալել, մտնել մարդկանց ուղեղի եւ հոգու մեջ, որոնք նստած այդ որոշումն են կայացնում, որը ոչ միայն քաղաքական խնդիր ունի, այսինքն իր ընտրողների հետ կապված, այլ նաեւ երևում է, որ անձնական խնդիր ունի, այսինքն կրկնակի բարդություն։ Ու այդ որոշումը կայացնելու համար մեզ համար շատ հեշտ է թվում կողքից, որտեղ երբ որ չունես անձնական այդ վերաբերմունքը, միանշանակ է, բայց այդ մարդը պետքա
այդ դրա մեջով իր մեջով անցկացնի։ Ու ես ողջունում եմ, որ Մարտուն Գրիգորյանը կարողացավ դա անի, որովհետև դա ես կարծում եմ, որ քաղաքական գործունեության մեջ ամենակարևոր բաներից մեկը ինքդ քո մաշկից դուրս գալն է, անձնականից դուրս գալը, որոշում կայացնելուց ըստ քո անձնական ճաշակի հիշողության նեղացվածության, վիրավորվածության պրիզմայի որոշում չկայացնելն է, որովհետև եթե դրանով ես որոշումը կայացնում, առաջին նպատակում դու ես որոշման մեջ։ Եթե դրան ինքդ քեզնից դուրս ես գալիս, արդեն այդ ժամանակ այն խոսքերը, գաղափարները, որ ասել ես Արցախ, մեր զինվորներ, մեր սուրբ հող, արդեն ոնց որ դա արդեն դառնում է բան նյութական է դառնում այդ ամեն ինչը։ Ու դրա համար ես իսկապես հասկանում եմ, որ շատ ծանր որոշում է եղել, եւ բայց այդ ծանր որոշման համար նաեւ վստահ եմ ճիշտ որոշման համար, որ Մարտուն Գրիգորյանը նաեւ վարձատրվելու է իր քաղաքական կարիերայում դրա համար։ Ամենայն դեպս ես հիշելու եմ եւ ես հիշեցնելու եմ, որ այս դժվար պայմաններում ինքը դա կատարեց։ Մինչդեռ այս լուծման մեջ, այո, ինքը նաեւ ճիշտ էր ասում, կարելի էր անել այն տարբերակը, որ ընտրեին ոչ Մարտուն Գրիգորյանին, ոչ Վարդան Ղուկասյանին, այլ կամ Կարեն Սիմոնյանին կամ Ռուբեն Մխիթարյանին։ Ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը դրան պարզապես չէր գնա եւ կարող էր տապալվել։ Այդ կարծիք, բայց կարծում եմ շատ ավելի արդյունավետ կլիներ, որ այդ երկու տեխնացուներից մեկը լինի։ Եթե դա չի լինում, այո, ուրեմն լինում է Վարդան Ղուկասյանը, մանավանդ այն պարագայում, որ այստեղ ժողովրդավարության էլեմենտ էլ կա, հա, ավելի շատ ժողովուրդ ընտրել է ոնց որ Վարդան Ղուկասյանին, քան մյուս տեխնացուներին։ Էսա իմ կարծիքը Գյումրիու հետ կապված, բայց նաև այդ ինչ որ ասեցիք, որ տեսեք կուսակցության տակից ինչ որ մեկն է գնացել ասել, օրինակ Երևանի ընտրություններում մենք ունեցանք այլ պատկեր, մեկ այլ Վարդան Ղուկասյան, որին ասում են Դոգ, եւ որը ավելի հայտնի է զինվորների արյունը ծծելով, ոչ միայն արյունը ընձորում, հա, ոչ միայն արյունը, այն մեկը ոչինչ։ Հա, այդ բադը ինքը փաստորեն վերևն էր կուսակցության ու գնաց այդ համագործակցության։ Եվ այս գիտեք Երևանի ընտրությունները ինչ որտեղ նաև մեզ տվել էին այդ իմունիտետը։ Չէ, բայց նայ Հովանես, ես նաև իհարկե այսպես չեմ կարծում, որ հնարավոր է բոլոր պարագաներում միասնական լինել, ինչ եմ սա ասում, որտեղ պատկերացնենք, ասենք Վարդան Ղուկասյանի փոխարեն Եվրադաշինքը այդքան ձայն հավաքածրեր։ Հո նորմալ չէր լինի, որ դրան իրանց քվեարկեին, որտեղ այս պահը հստակ է, էլի, որտեղ նույն ներողություն բանը Երևանի ընտրություններում Հայկ Մարությանը հավաքեց երկրորդ տեղ, չէ, 22% կարծեմ։ Բայց Հայկ Մարությանը իր քաղաքական ընկալումներով, իր աշխարհակաղակական ընկալումով շատ չի տարբերվում ԿՊ-ից։ Հա, եւ հիմա փորձում է, այսինքն հիմա էլ երևում է իր թիմը երկու մասի է բաժանվել, մի մաս ուզում է Արմեն Փամբուխչյանին քաղաքապետ սարքի, մի մասը չգիտեմ ինչ է ուզում։ Ուզում ասեմ, այս տարբերությունը կա, այսինքն այս պարագայում Գյումրիում կարծում հնարավոր եղավ նաեւ համաձայնություն, նաեւ հանրային ճնշումը աշխատեց կարծում եմ, որտեվ մեծ հաշվով նույն արեալի ներկայացուցիչներն էին քաղաքական, այսինքն մարդիկ, որոնք ասենք հակառուսական չեն, մարդիկ, որոնք Արցախը համարում են հայկական, մարդիկ, որոնք այնուամենայնիվ լավ թե վատ իրենց ֆինանսական աղբյուրները Հայաստանում են, այսինքն իրանք դրսից չեն ֆինանսավորվում, որ քաղաքական գործունեությամբ զբաղվեն։ Այս կարևոր բան եք նշում եք ասում, կարևոր շեշտադրում է, որտեղ մենք սրան հələ չէինք ասել, բայց սա ոնց որ հետին պլանում մնացած բաներ։ Այո, այստեղ կարևոր է թե այս տարիների ընթացքում այս դավաճանությանը կանխելուն ինչ արձագանք է տրվել այս գործիչների կողմից։ Եվրադաշինքը ինչ էր, հենց Լևոն Բարսեղյանը ինչ էր արել։ Լևոն Բարսեղյանը աջակցում էր Նիկոլ Փաշինյանին 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո յուրաքանչյուր գործողության ժամանակ, երբ որ պետք էր Նիկոլ Փաշինյանին հեռացնել, որպեսզի արցախցիները էթնիկ զտման ու ցեղասպանության։ Ավելի ասեմ, այդ դաշինքի մի մասի խոսածող գլուխները արցախցիներին թիրախավորողներ ասենք Ռուբեն Մերաբյան, նույն Արման Բաբաջանյան, բանը այսինքն այս դրոշը վառեցինք, այս անայ իրանց դրոշն այն բան տեսնում եք, այն սև բանը մոխիրները։ Ոնց էր այդ սատելիտ են, չէ՞, ասում, այդ մոխիրները ոնց էր իրանք են տենց հավաքված, որ բան լինեն։ Այսինքն այստեղ պետքա հստակ դիրքորոշումը հստակ լինի, որ տեսեք, մենք Վարդան Ղուկասյանին ինչի են հին հիշողությունները կարողանում ենք բան անել, մի կողմ տանել, որովհետև Վարդան Ղուկասյանը այնուամենայնիվ հայերի ցեղասպանությանը չի մասնակցի, չի օժանդակի։
Բայց տեսեք Եվրադաշինք ովքեր են Արման Բաբաջանյանը ով է Արման Բաբաջանյանը Ազատություն ռադիոկայանով այս տարիների ընթացքում հայ-իրանական հայ-ռուսական համագործակցությանը, որը ինչ որ զսպող բաներ կամ Հովսեփ Խուրշիդյանը կամ Արման Բաբաջյանը չմոռանանք բանակից թռել է փաստաթղթերը կեղծել է հետո ասել է մամաս արը Wikileaks-ի բանով բացահայտումներով արտահոսքով բաներ ամերիկյան գործակալական ցանցի մեջ է հետո եկել է այտենց падգամավոր է դարը հանկարծ չգիտես ինչ այս ամբողջ տարիների ընթացքում նպաստել է նույն Արամ Սարգսյանը բանի Վազգեն Սարգսյանի եղբայրը Մեհրաբյանը Հովսեփ Խուրշիդյանը արդեն ասացի այսինքն այս խումբը իրենք օգնել են Նիկոլ Փաշինյանին որ ինձ վերացնի ինձ որովհետև Արցախը նաև ես եմ դուք եք եւ մեզ ընդ որում հետաքրքիր է Հովանես ես կարծում եմ այս մտածողությունը ենթագիտակցորեն բայց հանրային գիտակցության մեջ կա այսինքն քաղաքական գործիչներին գնահատականներ կամ վերաբերմունք են ցուցաբերում հաշվի առնելով մարդկանց մտքում կա գուցե հրապարակային շատ չեն խոսում բայց մտքում կա թե այս մարդը ոնց է իրան դրսևորել Արցախի հանձնման պահին այս պատերազմի ժամանակ հա որովհետև նույն տեսեք Էդմոն Մանուկյանը հիմա դուրս է եկել չէ Նիկոլի դեսպանը չի ու գոնե պաշտոնական դեսպան բայց հասարակությունը վատ է վերաբերվում իրան ինչու որովհետև ինքը միջև Արցախի հանձնման այդ ընդունման ակտի ստորագրումը Պրահայի այդ փաստաթուղթը Արցախի հայաթափում եղել է Նիկոլի դեսպանը ու մարդիկ ասում են կներեք մի բանա Սոֆիա Հովսեփյանը որը միջև պատերազմ կարող էր հավատալ որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ դրական բան է ուզում անել ես անկեղծ ասեմ Սոֆիա Հովսեփյանը այդ իմ առաջին ծանոթությունը եղել է վեճը ինքը կարծեմ փոխ մարզպետն էր թե Շիրակի մարզպետի հետ կապված հրապարակում եւ մենք շատ այսպես գեշ վիճվել ենք բայց ես այդ մարդուն շատ եմ հարգում որովհետեւ Սոֆիա Հովսեփյանը նախ շատ բան արել արցախցիների համար ընդ որում առանց որևէ պաշտոն զբաղեցնելու ինչպես Մանեթ Հանդիլյանը պատերազմից հետո Սոֆիա Հովսեփյանը պատերազմից հետո միանգամից դուրս է եկել ԿՊ-ից այսինքն այն փուլում երբ որ ինքը կարող էր մասնակցել Նիկոլի իշխանազրկման ինքը մասնակից եղել պատրաստ եղել քվեարկելու այլ տեխնացուի հիմա բայց Էդմոն Մանուկյանը գնացել պաշտոն ա վերցրել խայտարակ ձևով երբ է վերցրել ընդ որում բացեք մի հատ պետոյի մոտ իր եթերները նայեք Արցախի հանձնումը հենց է հիմնավորում քեֆդ բերում է ուզում ես մի երկու հատ Արցախ լիներ հանձնեիր եթե հավատասիր էր հա լուրջ եմ ասում հիմա բայց հասարակությունը հիշում ասա անկեղծ եմ ասում որովհետև Երևանի ընտրություններում իրենց ստացած այդ 1%, 1.5% դա լավագույն գնահատականներ հասարակության սա քաղաքական գործիչների համար պիտի դաս լինի ես անկեղծ եմ ասում եթեր եմ ունեցել եւ Մարտուն Գրիգորյանի թեմայով խոսել եմ չճանաչելով այդ մարդուն բայց օրինակ ճանաչել եմ Արտուր Վանեցյանին ասում եթե դու ուրիշ որոշում կաս դու վատություն ես անելու Արտուր Վանեցյանի որտեվ մարդիկ հիշելու են դա չի մոռացվելու եւ այդ քաղաքական հետևանքները կրելու է ուրիշ մարդ քո կայացրած որոշման համար ես կարծում եմ հիմա էլ մինչև ապրիլի 16-ին էլ լինելու քաղաքապետի ընտրությունները պետք է նաեւ մոտենալ այս գիտակցման որ իր որքան էլ որ ասում են որևէ կուսակցությունի վրա ազդեցություն չունի Արտուն Գրիգորյանի կայացած որոշման համար պատասխանատու է լինելու նաև Արտուր Վանեցյանը դե այդպես է թիմը վնասները հարվածները ինքն էլ է կրելու նույն պատիվ ունեմ խմբակցությունը որի խմբակցության անդամ է ինքը այսինքն այնպես որ այստեղ շատ կարևոր է հասարակական հիշողությունը հասարակության հիշողությունը եւ փառք Աստծո մենք վար պահենք այո փառք Աստծո ես կարծում եմ մեր հասարակությունը ցույց է տալու որ հիշողությունը շատ լավ պահպանվում է մարդիկ չեն մոռացում դա այո մարդիկ չեն մոռացվում մարդիկ չեն մոռացվում հիմա առաջիկա հիմա եթե արտահերթ չլինի Հովիկ Աղազարյան ասում արտահերթ կլինի այդ ընտրությունը Հովիկ Աղազարյան ասացի մարդկանց հիշողությունը դա ինչի է կարևոր ուրեմն այս մարդը շատ ունիկալ պատմություն է էլի ես քննադատաբար եմ վերաբերվում Տարոն Մարգարյանի բայց այսինքն իշխանությունը եկել է անձեռնմխելիությունից զրկելու Տարոն Մարգարյանին Հովիկ Աղազարյան որը քաղաքական հետապնդման է ենթարկում Տարոն Մարգարյանի համար կողմա քվեարկում սա էլ կարծեք թե ցույց է տալի որ դեպքեր կան որ անբուժելի են դու իրանց չես կարող փոխել դու իրանց կարող ես ՑՊ-ից անել բայց ԿՊ-ն իրանց միջից չես կարող անել իրանց հարթությունը ուրիշ է իրանք տրամաբանությունից դուրս են գործում Հովիկ Աղազարյանը փաստորեն տեսեք այսքան ժամանակ ինչեր է տեղի ունեցել այս 2020-ից 2023 հատվածը եթե հաշվենք
ինչքան ողբերգություններ, անձնական ողբերգություններ են տեղի ունեցել մարդկանց հանդեպ, հա, ես էլ չեմ ասում են ադրբեջանական այդ կանանց մասնատելը կամ սրանց պատճառով ինչքան ողբերգություն։ Հովիկ Աղազյանը որ պահից դուրս եկավ, երբ որ անձնապես իրան կպան։ Սա Սկզբից ոչխարների կպան, որ այդ ինչ-որ կապ ուներ։ Այդ անձնական Սոֆիա Հովսեփյանի անձնականին չէին կպել, որ ինքը դուրս եկավ։ Նրա արժեքներին էին կպել, որտեղ արդեն եկավ։ Կամ եթե հիշենք Արթուր Վանեցյանն էլ ինչ որ տեղ եկավ, որ ասեց ստոպ։ Ես աղբեր ջան, ձեր հետ գործ չունեմ։ Ու դուրս եկավ։ Արսեն Ջուլֆալակյանը որ անգամ միջև պատերազմը ԿՊ-ից դուրս եկավ, արդեն այդ կոնվենցիաների հետ կապված որոնք բերում էին։ Մարդը ազգային դիրքորոշում ուներ դուրս եկավ։ Հա, Արսեն Ջուլ կային, այդպիսի մարդիկ կային, որ այտենց դուրս եկան, բայց բանի Հովիկ Աղազյանի պարագայում ինչքան էլ ես հիմա իրան պաշտպանում եմ որպես այն ինչ որ արել են, այդ երևույթի դեմ արտահայտվելով պրոյեկտվում է իրան պաշտպանել են, որովհետև դու չես կարող ասենք վերցնես հերախոսը մարդու, տանես քնչական, բացես, sense բան ու համարվես sense որ այդ բարոյական կուսակցություն եք, էլի, sense եկել եք մարդու իրավունքների պաշտպանների հիմքով եկած կուսակցություն եք։ Հա, այդ երբ որ այդ քննադատում ես ուղղորդվում է իրան պաշտպանությանը, բայց եթե այդ Հովիկ Աղազյանի քայլը այն պահին է տեղի ունեցել, երբ որ ասել են դավայ մանդատը թող գնա, երևում է որ այդ մարդը քաղաքական գործիչ չի, անձնական գործիչ է, չէ՞, որովհետև ին պատկերացնում են քաղաքական գործիչը ինչ է, ինքը գիտելիք հմտություն է ստանում, որպեսզի կարողանա կառավարի բարօրությունը այն մնացածի իրանցից վեր պիտի գործի, այսինքն իր մասին չի իր պաշտոնավարումը։ Հա, մնացածի համար է գործում։ Հա, որպեսզի կարողանա նաև գիտեք ինչ է նաև կարևոր քաղաքական գործի անձից դուրս գալը, որովհետև հանրության մեջ 100 տեսակի շերտ կա, քո պատասխանատվության վրա է այդ բոլորին հավասարակշռես, որպեսզի մեկը մյուսի շահը չբերի բախումների, պլյուս որպեսզի պետության շահը հանկարծ չտուժի այդ բալանսավորումից։ Էսա, իսկ Հովիկ Աղազյանը ինքը հենց այս իմաստով չի կարող քաղաքական գործիչ լինի, որովհետև անձնականին հենց կպան այդ պահին ինքը դուրս եկավ, ինքը իր անձի մեջ է։ Նիկոլ Փաշինյանը ամենահայտնի կերպարն է, որ sense անձ է, էլի, sense բացի իրանից Նիկոլ Փաշինյանը որ այո, Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ասում է ժողովուրդ մարդիկ պիտի ընկալեն, որ դա կոնկրետ իր ստերին հավատացող քաղաքացիների մասին է։ Այդտեղից դուրս ժողովուրդ չկա։ Կուզենայի անպայման հնչել սրա մասին։ Ուրեմն վերջերս այս կրթությունը տձև է արողակարգի ջատագով էս մարդու կինը օգտագործել է իրանք ամուսիններ չեն։ Դուք հիմա իրավունքներ եք հաղթում։ Մարդու կինը, բայց բանա զաքսում Դե զուգընկերներ հիմա։ Զուգընկերները, հա։ Չէ, դա իրանց գործն է, գրանցված են թե գրանցված չեն, ամեն դեպքում բանը այս օգտագործել են Հրանտ Մաթևոսյանին ու ասես ցիտատ էին գրել, որ նախ Վանո Սիրադեղյանի խոսքից էին օգտագործել, բայց դա էլ էին փոխել։ Գրել էին, որ այս ազգը այսքան պարտություն կրի ու պարտվել չսովորի, Վանո Սիրադեղյանը ասել էր պարտություն կրի ու հաղթել չսովորի, բայց այդ կապակցությամբ ես ուզում եմ Հրանտ Մաթևոսյանից մի հատ խոսք կարդամ, եթե թույլ տաք։ Ահա։ Հենց բանի հետ կապված է։ Այստեղ դրոշ վառեցիք, բանաստեղծություն կարդալ ինչ։ Լավ չի, բան դրայվ ենք մտցնում։ Նիկոլը կարա բարի ժամանակ այդ կառավարության նիստի ժամանակ լույսերը անջատել տա, ասի վայ քո արա լույսերը անջատեցին դրայվ ստեղծի մենք չենք կարասում։ Իրանից էլ ենք չէ սովորում մեր սիրելի Դավաճան վարչապետից։ Ուրեմն Հրանտ Մաթևոսյանին ժողովածու կա, Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցներն է լրագրողների արած, կոչվում է մի ուրացիր եղբորդ, ընդ որում այո, մի ուրացիր եղբորդ եւ կարող են բոլոր եղբայրները ովքեր ուրացել են ասում։ Նիկոլն ասում աղբեր, իրենք եղբայրները չեն, հանգիստ եղեք։ Ուրեմն լրագրողը հարցնում է Հրանտ Մաթևոսյանին. Եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ինչ խոսքեր կուղեք։ Ու Հրանտ Մաթևոսյանի պատասխանը. Միայն հաղթանակ ասելու եմ։ Պարտությունը պարավ ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ։ Ինչ կողմի վրա ուր էլ գնաս, վրացի, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը ասելու են ջահել մարդ ես չես ամաչում, այդ ինչ ես շալակել, ասելու են կինդ է եկեղեցով հետդ պսակված ես, չես կարողանում բաժանվել։ Միայն հաղթանակ եւ կյանքդ նժույգ է դառնալու։ Քեզ իր թամբին առնի եւ բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու եւ քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ։ Միայն հաղթանակ ասելու են։ Այսինքն սա Հրանտ Մաթևոսյանի խոսքն է, որ
ասում եմ միայն հաղթանակ, սրանք օգտագործում են Հրանտ Մաթեվոսյանը որպես պարտության, հասկանաք, սրանք բանն է։ Կրթությունը տձև է այդ իրանց արշավի շրջանակներն են իրանց կեղծ Հայաստանում։ Այնպես որ միայն հաղթանակ բոլորիս։ Նիկոլին էլ։ Բոլորիս մեջ չի մտնում։ Դեռ վառեցին։ Դրոշը։ Իդեպ այդ կրթությունը տձև է նախաձեռնություն չես կա։ Ես օրինակ համոզված եմ որ դա նախընտրական քարոզարշավ է եւ դա առնվազն Աննա Հակոբյանի առնվազն փոխվարչապետության նաեւ քարոզարշավ է, որտեվ 2021-ին 18-ին ինքը այսքան ակտիվ չի եղել։ Հիմա կարծես հրապարակային առաջին գիծ են բերում։ Թող բերեն, ինչ մեկը այդ եթե նույնիսկ ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն, բայց պատասխանատվությամբ ամուսնացած են, էլի, թող բերեն, ինչա փոխվելու։ Այդ հարցումներն են փոխվելու, որ հիմա իրականացնում են, Գյումրու ընտրության արդյունքներն են փոխվելու, բոլորը մերժում են։ Դավաճանն բոլորը մերժում են։ Հայ ժողովուրդը դանդաղ է մերժում Դավաճանին։ Գուցե նաև սա իմաստության նշան է, որ ինքը sense բանով տանջվելով, հա, քրիստոնեաբար sense մերժելով գալիս է մինչև այն պահը, որ այսպես մոխիր դառնան, էլ որը մերժես մինչև քոքն է մերժելու։ Հա, էլի մինչև քոքը, 15% է բան, որ հարցումը նայում ես բանը Կովկասյան բարոմետրով նայես, թե ասենք Գելափով նայես, sense վարկանիշով է ունեցել ժողովրդական երկրում, թող բերեն, մենք էլ կշարունակենք նրանց նույնած այրուկին մի մարմին թեկուս եւ բան չնամ։ Շնորհակալ եմ Հովանես։ Մի բան էլ ասեմ, բանի խաղաղության այդ բանի հետ կապված, եթե նույնիսկ Ալիևը որևէ ստորագրություն դնի, դա կարող է լինել 2026 թվականի ընտրությունից առաջ, որ սա թուղթ ունենա ձեռը, ասի ժողովուրդ ջան, տեսեք ձեզ խաղաղություն են բերել, որպեսզի հետո Ադրբեջանի հաջորդ պահանջն նախ ինչ որ արել է լեգիտիմացնի ընտրություններով, մի քիչ վարկանիշ բարձրացնի իբր խաղաղություն են բերել, հետո բանը շարունակի Ալիևի պահանջները կատարել։ Միայն այս տարբերակով կարող է։ Բայց Ալիևը արդեն հոգնել է այս ամեն ինչից։ Ալիևը հիշում ես մի հայտնի սկեչ կար, որտեղ կարծեմ բաններ Հրանտներ Թոխատյան եւ բանը կամ Արմեն Խոստիկյան կամ Աշոտ Ղազարյան, մեկը շեֆն էր, մեկը աշխատողը, շաշք են խաղում այդ բանը։ Ենթական անդադ դիտման պարտվում է, հա։ Ու արդեն անետաքրիր է այդ շաշկին, էլ երբ որ ինչ որ մեկը քո կամքը անդադ կատարում է։ Հիմա ես կարծում եմ Ալիևի համար հոգնեցի չէ Նիկոլի նման գործընկեր ունենալը։ Ասեք ինչ պահանջում է, ոչ մի ջանք չի պահանջում, ինչ ասում է, սա անում է։ Իսկ իմ կարծիքով օրինակ Ալիևի համար համարելով իր տեսակը, հա, ոնց էր Արցախը գրավելուց հետո բանի պես երեխայի պես գնացել, sense նկարվում, բան ոտի տակ էր գցել, բան։ Սա մի հատ տեսակ է, որը դպրոցից է մեզ հայտնի, որ ընդհանրապես հարգված չէին իրանք։ Խուլիգան էինք ասում մենք, ովքեր որ չէին հարգում իրենց եւ բանակում եւ դպրոցում եւ համալսարանում, որոնք ընկածին խփում են։ Մենք օրինակ մեր ընկերներով տենց բան կար, հա, պայմանավորվածություն համաձայնություն կար։ Եթե խփում ենք ինչ-որ մեկին եւ ընկնում է, նրան չենք խփում ընկած տեղը։ Մենք բարձրացնում ենք, հետո գնում ենք բանակցելու։ Հա, այդպես մի հատ ընկեր ունեի, բանակի ընկեր ունեի, եթերից դուրս է, էլի, հիմա որ անջատվի կասեմ, ինքը ինչ էր ասում։ Ես օրինակ Ալիևին առաջարկում Նիկոլ Փաշինյանը այդ էշ միլիցա խաղալ, բայց մեզանից յան տալ։ Ավելի հետաքրքիր կլինի դա ասեք, կարա, չէ, ասեք, տանի Նիկոլին հրավիրի Շուշի ու այնտեղ էշ միլիցա խաղալ։ Աննան էլ մուղամ կմիացնի։ Շնորհակալ եմ Հովանես հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եմ Հովանես Իշխանյանի հետ, տեսություն կհանդիպենք։